Մի հատ լսենք Հայաստանի հայտնի ճակերտավոր բլոգերին էլի։ Դուք լսեք միջև ես մտել եմ TikTok իմ օֆիցիալ էջ, ինձ ուղարկել են Ադրբեջանի բլոգերները։ Տվյալ աղջկա վիդեոն, TikTok հարթակը, տվյալ աղջկա, Facebook-ը, եւ ասում են, քանի որ դու Երևանի բլոգեր ես, աուդիտորիայով մեծ եւ TikTok-ում եւ Instagram, Facebook, չնայած Facebook-ը նոր է, խնդրում եմ передай, пожалуйста, пусть она закроет рот. А то будет плохо. Ու նայում եմ իր վիդեոներն ուղարկած այդ աղջկա Ադրբեջանի հետ մենամարտամոտ է, նրանք ընդեղից, էսիստեղից, սենց ինչ-որ լեզվաբանական կռիվ են սկսել իրանց ճակերտավոր Արցախի համար։ Եկեք մի հատ վերջի իր տեսանյութը նայենք, որ երբ որ իրան նորից զգուշացնում է մեր ԿՊ-ականներից է երևի, կամ կինո, adekvat կինո երևի ԿՊ-ական չի, որ ասում է Բելա, լեզուտ կկտրի մի օր Նիկոլա։ Տեսենք։ Հենց դրան է Մի րոպե։ Ստոպ դեսնենք։ Բելա, Նիկոլա լեզուտ կտրելու է։ Բացեր նմանների լեզուն երկու Լսեք ես կոֆե խմեմ այդ ընթացքում։ Այս այսօր Հայաստանը ուրախանում են հայրենասեր մարդկանց լանդեր նետելու համար։ Գնացեք թրքացման։ Երևի դու քո նմանները հենց դրան էլ արժանի եք։ Այդ մեր նմանները բերանները երբեք չեն փակի, որովհետև մենք Հայաստան չունենք ինչ-որ մեկին տալու։ Հայաստանը մերն է։ Բայց չգիտեմ էլի, եթե մեր ուզածերն մի հատ ուժեղ հզոր ունենանք, որ հայերի շահերը պաշտպանի ոչ թե թուրքերի, այդ դեպքում քո նմանները ուր են չքվելու, թե շապիկներդ շուռ եք տալու։ Ցավալի իրավիճակը իմ Հայաստանում։ Առաջ Ադրբեջանն էինք ձեր առնում։ Նախ Հայաստանը քոնը չի։ Թրքազավր։ Հիմա ես եմ քեզ անդրադառնում։ Դու իրավունք չունես իմ հայ կնոջը դնես եւ ասես գնա թրքացման։ Հայաստանն ով ասեց որ քոնն է։ Հա? Տականքի վաստակ։ Ես տեսել եմ քո վիդեոները։ Ես շատ խորը ուսումնասիրել եմ քո վիդեոները։ Ինչեր ես ռոպագանդում։ Ով ասեց որ Ղարաբաղցին կարա մտնի Երևան եւ ասի սա իմն է։ Էլի քրդիշան պես հելագիր մի թեք ունենում։ Հիմա էլ պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին։ Մի հատ եկեք լսենք եւս մեկ վիդեո։ Ես լսի տարականի ձակերի պես աճում են սրանք։ Դուք պրոստը ձեր տեսակը վերացնելն անհնար է։ Քեզ վերացնել, մյուս, այսինքն օրինակ բերան փակես, ես չեմ ասում տանես ինչ որ միտեղ կորցնես, մյուսը կհենի ելույթ կունենա։ Դուք Ղարաբաղում երևի sense հավաքված, sense մի ամբողջ sense տարականի կույտ լցված եք եղել Ղարաբաղ։ Բոլորը տետեք։ Ես մի հատ նորմալ, adekvat Ղարաբաղցի չտեսա։ Իմ էս քան ապրած տարիների մեջ։ Դրել ես այնքան անինքնասեր տականք աղջիկ ես, Ադրբեջանի հետ մենամարտ ես մտել։ Թակե մերեսիդ։ Մի հատ էլ ադրբեջանցու հայտարարությունները դնում ես էջիտ։ Ինչ ես ռոպագանդում։ Մի հատ վիդեո դնեմ լսենք։ Եկեք։ Լսենք ինչ որ մեկը Ծառուկյանն է։ Օ։ Ծառուկյանն է պաշտպանում։ Когда я была в беде, один человек протянул мне руку, я ухватилась за эту руку и выбралась из той ситуации, в которой я была. Армяне по всему миру громко начали заявлять о том, что блогершу из Армении пытаются увезти в Азербайджан. Всемирная поддержка очень помогла мне. Это все дошло до Гагика Ծառուկյանը. Տեսենք հաջորդը։ Ես ուղղակի չգիտեմ, այս տեսակ մարդկանց ինչ կարելի անել իրականում։ Государство Израиль на очередном заседании хочет принять геноцид армян. Конечно же, меня как армянку это очень радует, что еще раз. Ես ամանչում եմ, որ դու հայ ես։ Իրականում ես քո էջը շատ խոր ուսումնասիրել եմ։ Հայից տականք ասում եմ մենակ հայն է։ Բայց դուք Ղարաբաղցիներդ հավաքվել եք մի մեշոկի մեջ, ձեզի լցնել մի հատ մեշոկ տանել շպրտել մի տեղ, գիտես։ Այսօր դու որ ջանդամն ես ապրում։ Ասես ինձ։ Եկել ես իմ Երևանը չի ապրում։ Բան չես եկել։ Ով է քեզ ընդունել։ Հելի վեշերդ հավաքի ու ռադդ քաշի Ղարաբաղ թուրքի հետ ապրելու։ Զզվեցինք, էլի զզվեցինք։ Զզվել ենք։
Ով Ղարաբաղ ասում է ես ուզում եմ որ իմ երկրում լինի ուժեղ ղեկավար, որ կարողանանք պաշտպանվենք։ Բա հիմա ինչ ես անում։ Այո, ձեզ պետք է մի այնպիսի ղեկավար, որ ամեն անգամ պատերազմ լիներ, խաղաղություն չլիներ։ Այո, ձեզ պետք է այնպիսի ղեկավար, որ քո նման տականքները չհելնեին հիմա ախորները բացեին։ Այո, ձեզ պետք է մի հատ այնպիսի ղեկավար, որ ձեզ ճզմեին։ Մեշոկի մեջ լցնեին, բերանը կապեին։ Հիմա որ ուղղակի Նիկոլ Փաշինյանն եկել է Մեշոկի բերանը բացելով, դուք հանգիստ շնչում եք, որոշել եք կայանալ ու որոշել եք Ադրբեջանի բլոգերների հետ, սկսեք մենամարտ մտնել Հայաստանից Ադրբեջան։ Այ վիժվածք։ Մի հատ էլ ինձ ադրբեջանցիները գրեն, ասեն, девочка ասում է, բլոգեր, սիրուն աղջիկ։ Передай эту осмосучку, թող բերանը փակի։ Դու այնքան տականք ես, աղջիկ ջան, որ դու դաժե չես գիտակցում, հիմա ինչ ես անում։ Ու թլիկ էլ խոսում ես։ Ես խորհուրդ կտամ գնա լեզուդ կտրի, կարողա կարանաս հիմա ավելի ճիշտ բառերը արտահայտես։ Կա մեշոկդ հավաքես ու Հայաստանի Հանրապետությունից այնց մի հատ ռադ լինես, որ իզուտ հոզը չերևա։ Ով ասեց, որ Երևանը քոնն է։ Որ մի Լեռնային Ղարաբաղի մարդն ասում։ Ես ձեզ ասում եմ ոչ, Երևանը մերն է, ու ձեր նման տականք քրդիշները, որ եկել են, ու ստեղ ապաստան են գտել, ու մենք ենք տվել, ու մենք ձեզ, պետությունը ձեզ ապահովում է այդքան ծրագիր, ես մի անգամ եւս խոսել եմ իրենց մասին։ Ես չէի կարես աղջկան չանդրադառնայի, որովհետև մի հատ խնդրում եմ էջը մոտեք, ու դուք դրա էջը նայեք ու սպամ տվեք, հարգելի հետևորդներ, սպամ տվեք, որպես տերորիստ, Հայաստանի Հանրապետություն, դու ով ես։ Ով ես դու նման թեմաներից խոսած, դու ում դրան շունն ես, հա? Ով ես դու։ Դու ով ես քննադատես վարչապետին։ Դու ով ես քննադատես երկրի ղեկավարին կամ կայացրած որոշումները։ Դու ով ես մեզ ասես թրքանպատակ, թուրք, ադրբեջանցի։ Քեզանից տականք ադրբեջանցի եւ թուրքի ծնունդ դեռ ես չեմ տեսել։ Այո, Նիկոլը մի օր լեզու տա կտրելու։ Եթե Նիկոլը չկտրեց, ես եմ կտրելու քո լեզուն։ Կգնաս կասես ԿՊ-ի բլոգերը, դե իմ ոտերին ինչ կասես։ Լեզուդ հիմա կտրում ես, համապատասխան տեղն ես մցնում։ Եվ քո էջը բլոկվելու է շատ արագ։ Դա ես եմ քեզ ասում։ Ես եմ գրություն գրելու, որ քո նմանների էջը, հələ դու սրա էջը նայեք։ Ես իրական չի տեսել։ Ինձ դաժե Ադրբեջանի բլոգերները գրեն։ Այն կարգի տականք ես, որ արդեն ձեռ են առնում քեզ։ Ու իմիջելոց ադրբեջանցի բլոգերները ասում են, որ մեզ հարիր չի քո նման հայ տեսակ ունենալը։ Խաղաղության վրա էլ մի հատ հարցական ա դնում ու կասկած ա դնում ու ասում ա շուտով Երևանն էլ եք տալու։ Քեզ ենք ծախելու։ Պրոստո իրանք չեն առնի քեզ, կներես 1000 անգամ։ Իրանց ճաշակով էլ չես։ Դաժե դու մեր թշնամու ճաշակով չես։ Այդ տականք։ Դու ով ես պետության, կառավարության որոշումը քննարկես, ընդհանուր մի հատ էլ բազարվես ադրբեջանցու հետ այդ թեմայով։ Հիվանդ ես աղջիկ ջան։ Հա։ Աղջի դու նայ տեսես, այս սրանք, այս ոնց են ասես, բողբոջում աճում են, հա, գետնի տակից հելնում են սրանք։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Ես չգիտեմ, թե դու ում հետ ես հարց ունեցել, ով է քեզ զգուշացրել, առհասարակ, ով է քեզ աջակցում, իմ ոտերին չի, հիմա սսկվում ես, էջդ մաքրում ես, ու աշխատում ես ադրբեջանցու հետ, լեզվակռիվ չտաս, և հետո, կառավարության որոշումը վտանգի տակ դնելով, հանդրությանը, կառավարության որոշումը, յուրաքանչյուր որոշում դա կլինի, եւ առհասարակ խաղաղության պայմանագիրը, այս ինչերի միջով ես դու անցել։ Ներողություն եմ խնդրում, զանգ եկավ։ Այս ինչեր ես դու դրե քննարկում։ Դու դրան շունն ես, որ դնես այդ թեմաների մեջ մտնես։ Հարգելի հետևորդներ, տարածել լայվը, հորդորել բոլոր այն ադեկվատ մարդկանց, սպամ տան էջը եւ ջնջեն, որովհետեւ սա մեր ազգի համար խայտարակություն է։ Խայտարակությունը եւ մեզ հարի չի ունենալ նման հայ աղջիկ։ Առավել եւս Ղարաբաղցի։ Իսկ եթե քեզ դուր չի գալի իմ երկիրը, իմ կառավարությունը, վեշ ու մեշոկդ այդ տրյապկա հավաքի ու երկիրս ազատի։ Ազատի քո նման տականքից։ Եղավ ու մյուս անգամ հանկարծ հակի աջակիցներին կլինի
թե չգիտեմ որևիցե մի կին կլինի, որ քեզ կգրի, չհամարցակվես հայ կնոջ նկարը, ճպսնես համացանց ու մի հատ է փնովես թուրք ասես, թուրքի լամուկ։ Իսկ հիմա հավաքում ես վեշերը ու դավայ։ Ու իմիջիալոց ասեմ, ես քո գործը շատ լավ ուսումնասիրելու եմ։ Քո հարցերն էլ ես եմ լուծելու։ Եթե վարչապետը քո լեզուն չկտրեց, ես կկտրեմ։ Դու երևի իմ ձեռը չես ընկել։ Ցավում եմ քո համար։ Բայց ես քո լեզուն կկտրեմ։ Այ խոսք եմ տալիս։ Կտեսնես որ կկտրեմ։ Հասկացար։ Փալաս։ Հարգելներս, կիսվեք եւ սպամ տվեք, որովհետեւ մեզ ամոթ է, խայտարակ է, մեր համար խայտարակություն է նման հայ աղջիկ ունենալը։ Չնայած ինչ հայ Թե որ քո նմանները Հայաստանի հայտնի բլոգեր են, գնանք սաղս կախվենք էլի։ Մի հատ նայեք սրա ասածները, ադրբեջանցի բլոգերները կապնվել են ինձ հետ, որ բելա է բերանը փագեմ։ Հերիքա ադրբեջանցիների հետ կռիվ 10։ Առավոտից իրիկու ադրբեջանցիների հետ մենամարտի ադուրս եկե։ Բա գիտես ինչ, 6 տարի է ես մենամարտի եմ ադրբեջանցիների հետ, պաշտպանելով մեր հայերի շահերը, մեր Արցախի շահերը, մեր պատմությունը։ Եթե քո նման բութը դաժե նայելով վիդեոները չհասկացա, որովհետև երևում է, որ պարզ զակազա, քեզ թելադրել են իմ վրա վիդեո հանես, դու էլ հանում ես, բայց ոչ մի գաղափար չունես իմ վիդեոներից։ Հայրենասիրական վիդեոներից ցույց ես տալիս, ասում ես, հələ մի հատ տեսեք սրա արածը։ Ուրախանում եմ, որ Իսրայելահայկական ցեղասպանությունը ընդունի, ասում ես, հələ մի հատ տեսեք սրա արածը։ Դե ձեզ ծեր չի տալիս ցեղասպանությունը, պարզ է։ Ով է քեզ իրավունք տվել կպնես ամբողջ արցախցիներին, մտածելով, թե ես Արցախից եմ, թեպետ ես Վանաձորից եմ, բայց դու ասում ես, ես այս աղջկան նայում եմ, վիդեոները մտեք նայեք, վիդեոներս նայելով հանդերձ, թեպետ դու ոչ մի բան էլ չես նայել, պրոստը էլ եմ ասում, զակազ ես անում, նույնիսկ չգիտես, թե ես որտեղից եմ, աշխարհի հայությունը գիտի ես որտեղից եմ, իսկ քո նման լպիրժը չգիտի, զատո ես գիտեմ արդեն դու որտեղից ես, բայց հələ որ դեռ չեմ ասի։ Հոգեկան հիվանդները այս վերջերս ինչ-որ շատացել են հարթակում։ Երևանում դուք գործ չունեք։ Այդ դու ես որոշում, թե մեր հայերը որտեղ գործ ունեն, որտեղ գործ չունեն, հա? Այ լպիրժ։ Երևանը ամբողջ հայերինն է, աշխարհի հայությունը ունի Երևան, երբ ուզեն կգան, որտեղ կուզեն կապրեն։ Հələ մի հատ մեկ քո բարերին նայելի նոր իմ բարերից կպի, այդ թլոշ։ Գիտեմ, պատպիշիկ չունես ուզում ես հավաքես իմ միջոցով, սպասում ես, որ ես քեզ պատասխան տամ, դե ստացի պատասխանը, այդ թուրքի ծախված, թուրքի հետ բարեկամություն ուզեցող, ասում է, ադրբեջանցիները իմ հետ կապնվել են, որ Բելայ բերանը փակեմ։ Դու գիտես, չէ, 6 տարի ադրբեջանցիները ուզում են Բելայ բերանը փակեն, Բելային ուզեցան տանեն Բաքու, ինչա թե Բելան իրանց լավ չոքացնումա, իսկ քո նմանները այսօր Հայաստանի մեջ գտնվելով պետք է ասեն ադրբեջանցին ինձ զանգեց մեր ԱԱԾ ուր անայեմ խոսքի որ քո նմանը ռեխը բացած ադրբեջանցու հետ խոսում է ադրբեջանցիներին էլ չկպնես ինչի համար կարաս ասես քեզ գրել են սիրուն աղջիկ դրա համար դրանով ես հպարտանում թքեմ ես քո վրա թքեմ այն մարդու վրա ում ադրբեջանցին կսիրի Դու գիտես թե ես ուրախ չեմ, որ իրանք ինձ չեն սիրում։ Վեն օրը որ ադրբեջանցին կսկսի բելա սիրել, դա նշանակում է, որ ես իրանց ծախվեցի։ Հիմա մեր արցախցիներին, հարգելի արցախցիներ, սրա նման փնթիներին ուշադրություն մեկ դարձնի։ Ես գիտեմ բոլորդ վրդոված եք այս վիդեոյի հոլովակից, շատ եք նեղվի, մեկ նեղվի։ Մեր իսկական հայկական մասսան այդպես չի մտածում։ Արցախը Հայաստան է, ճակերտավոր չէ, արցախցիները իրավունք ունեն Հայաստանում ապրելու, Երևանը ձերն է, նույնպես ինչպես եւ մերը Հայաստանի մայրաքաղաքն է եւ աշխարհի բոլոր հայերին։ 10 միլիոն հայ ապրում աշխարհով մեկ Երևանը իրենցն է։ Ու սրա նման փնթիները պրոստը մեր երկրի խայտարակությունն են։ Խայտարակություն Սրանց լավ կլինի ռադարվել ես երկրից լուրջ եմ ասում, հայի անունը պղծում են։ Գիտես ինչ, ես ենքան ուրախ եմ, որ ենքան եմ պաշտպանել մեր Արցախի շահերը, որի համար հազարավոր տղաներ են զոհվել, ու ինքը հեչ էլ ճակերտավոր չի եղել, որ դու ու քո նմանները ինձ դնում են Արցախցու տեղ, հպարտ եմ դրանով։ Մի հատ մտիտես մեր հայրենակիցները իմ կոմենտներում ինչեր են իմ մասին գրում, ու քո կոմենտներում ինչեր են քո մասին գրում։ Էջը տեսա հայտնի բլոգեր շատ վատ վիճակի է։
Հիմա էլ անդրադառնամ քո էջի տակի քո նման կեղտ կոմենտ գրողներին։ Օրինակ, այս կինը գրել է, իբր թե ես իրան բլոկել եմ, ինքը ինձ լավ տեղին ես իմ ընչեր ա գրել։ Մտնում եմ տեսնեմ ով է ինքը, էջը ըսկի էլ բլոկ չի իմ մոտ, առաջին սուտը բռնվեց ու հետևը Նիկոլի նկարն է։ Ինչպես նաև եւ այս լրփի ավատարկի վրա Նիկոլի նկարը։ Մեկը գրեմ ով ասա տեղը ասեք, մտնում եմ լիճկոմ գրում եմ ես եմ։ Ահա տվյալները տվեք, մտնում եմ գրում եմ ես եմ։ Ինչ տվյալներ ա ինձնից պետք ասա։ Ես ինքս քեզ իմ տվյալները կտամ։ Նիկոլի սրտիկն է ավատարկի վրա դրած։ Ես սրանից պրոստը մի հատ կարծիք եմ կազմում, որ բոլոր հայրենասեր մարդկանց կպնում է ընդամենը մեկ մասը, ովքեր որ այսօր Նիկոլին պաշտում, ցավոք սրտի։ Բայց հələ Նիկոլ ընտրողներին մի բան ասա, համաշխարհային կսարքեն։ Այդ որտեղ ա գրած, որ խոսքի դուք կարաք մեզ ինչ ասես ասեք, անեք մեր հետ, բայց մենք իրանք չունենք, ձեզ անենք սրբություն եք էլի, այտենց թքեմ ես ձեր երեսին։ Աղջի, այ պորնիկ ես ինչ ես, չգիտեմ, ռեկլամեր ուզում, ստացար, ինձ սաղ քո մասին պատմել են, թե 5000 դրամի համար ինչեր ես պատրաստ եղել։ Չեմ էլ զարմանում թեպետ, քո նման դուրս ընկածները այսօր իմ Հայաստանը այսպես պախարակում են։